Ողջունում եմ «Տուն-տեղ» հեռուստանախագծի մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հիշեցնեմ, որ «Տուն-տեղ» հեռուստանախագիծը հայկական եթերի ամենաոճային հեռուստանախագիծն է։ Իսկ ես ինչպես միշտ փորձում եմ լինել ոճային ոչ միայն եթերում, այլ նաև եթերից դուրս։ Իսկ մենք շարունակում ենք ներկայացնել ամենատրենդային, ոճայինը եւ դիզայներականը, որպեսզի դուք էլ ձեր բնակարանները, գրասենյակները եւ բոլոր այն տարածքները, որոնք վերանորոգում եք, դարձնեք ամենալավը ու կատարյալը։ Դե ինչ, բարի եթեր մեզ։ Ողջունում եմ Armen հեռուստաընկերության մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր միացան «Տուն-տեղ» հեռուստանախագծին։ Մենք այս պահին գտնվում ենք գոլֆի ակումբում Վահագնի, որտեղ էլ մեր հյուրն է լինելու ճարտարապետ Արտակ Կնազյանը։ Բարև ձեզ Արտակ։ Բարև ձեզ։ Արտակ, ինչպես գիտեք, մեր գլխավոր հովանավոր United Technical Service-ի կրոհե մասնագիտացված կենտրոնի հրավերքով եք այստեղ այսօր եւ զրուցելու ենք շատ հետաքրքիր թեմաներից։ Դուք «Տուն-տեղ» հեռուստանախագծի առաջին մրցանակաբարձության ընթացքում ճանաչվեցիք տարվա լավագույն ճարտարապետ։ Այ հետաքրքիր է նման հարց, որքանով եք գնահատում առհասարակ, թե լինի հասարակական օբյեկտ, լինի բնակարան, թե առանձնատուն մասնագետների ներգրավումը, հա։ Շնորհակալ եմ հարցի համար, կարևոր հարց է այսօրվա իրականության մեջ։ Խնդիրը նա է, որ ճարտարապետությունը ինքնին եւ դիզայնը, ինտերիերի դա միջավայրի կազմակերպում է։ Եվ այդ միջավայրի կազմակերպման գործընթացում կան կարևոր երկու ուղղություն։ Մի ուղղությունը նա է, երբ որ դու ունես խնդիր, խնդրահարույց տարածությունը պետք է դրա լուծումը տաս միջավայրի կազմակերպման առումով, եւ մյուս խնդիրը նա է, երբ որ պարզապես էսթետիկ միջամտություն պետք է անես ըստ ճաշակի։ Երկու խնդրի դեպքում միանշանակ պետք է դիմել մասնագետին, նույն ձև ոնց որ երբ որ քո Ես միշտ սիրում եմ այս օրինակը բերել իմ աշխատակիցների մոտ էլ եմ միշտ ասում, երբ որ ատամը ցավում է, գնում ես բժշկի մոտ, ատամնաբուժի մոտ ու չես ասում ատամնաբուժին ինքը ոնց քո ատամնաբուժի, գնում ես հանձնվում ես իրան, վստահում ես ինքը իր հարցը լուծում է, նույն խնդիրը սա է։ Հիմա երբ որ միջավայրը, որը կարող լինի բնակարան, կարող լինի, չեմ, տարբեր հասարակական եւ այլն, պետք է մասնագետի միջամտություն նույն խնդիրն է, այսինքն եկեք անունը դնենք, երբ որ խնդիր կա, թեթև հիվանդություն կա, որը պետք է մասնագետը բուժի, որտեղ ոչ մասնագետը չի կարա, դա գրագետ անի։ Կարա անի, բայց դա չի լինի գրագետ միջամտում։ Եվ էսթետիկ առումով մասնագետները սովորում են, կրթվում են, անցնում են դասընթացներ, ավարտում են ինստիտուտներ եւ այլն։ Այդ իսկ պատճառով սա նույն ձև ասեմ, սա վստահություն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վստահի մասնագետին, նույն ձև ոնց որ վստահում է ատամնաբուժին, չգիտեմ, քիրուրգին եւ այլն եւ այլն։ Դիզայնի եւ ճարտարապետության մեջ ամենագլխավոր հարցերից մեկը դա վստահությունն է։ Շատ լավ։ Խոսենք ձեր վերջին նախագծերից, ինչպես է ձեզ հաջողվում առհասարակ համադրել ֆունկցիոնալությունը եւ էսթետիկան եւ խոսենք նաեւ այս գործընթացներում UTS-ի դերի մասին։ Նա UTS-ի դերը շատ մեծ է ոչ միայն մեր կազմակերպության աշխատանքների մեջ, նաեւ կարծում եմ այսօրվա դիզայնի, ինտերիեր դիզայնի ոլորտում ընդհանուր իրանց դերը շատ մեծ է Հայաստանում, որտեղ շատ պրոգրեսիվ եւ ճշտապահանջ, sense շատ լավ բառ կա մի հատ սկուրպուլյոզ, հայերեն տարբերակը ցավոք չեմ հիշում այս պահին, շատ սազում է իրանց, որովհետեւ իրանք յուրաքանչյուր խնդրին մոտիկանում են մանրակրկիտ, հա, sense ու նորից այդ վստահության բառը մենք ինձ թվում է այսօրվա զրույցի մեջ շատ ենք անդրադառնալու, այդ վստահությունը UTS-ի կողմից կա, երբ որ քեզ հանձնում ես իրանց, երբ որ դու դիմում ես ու իրենք այդ խնդիրները լուծում են։ Վերջին նախագծերի առումով մեր կազմակերպության նախագծերը մի քանիսն են, մենք մի քանի նախագիծ ենք հիմա ավարտել, այսպես ասած, ու նորերն ունենք, UTS-ից միշտ ենք օգտվում, որտև կա այդ վստահությունը, որտև կա այն խնդիրները, որ գնում ես UTS-ի մոտ, շատ արագ ու օպերատիվ լուծվում են,
տարբեր ուղղություններով ենք դիմում UTS-ին, այսինքն թե կերամիկական սալիկների հարցով, չգիտեմ, օրինակ Atlas Concord օրինակ բերեմ, որը դրան երևի հետո կանդրադառնանք, բայց Atlas Concord-ի այսպես ասած հայտնագործությունը մեր համար եղել է հենց UTS-ի շնորհիվ, որ հասկացել ենք այդ ինչ բրենդ է եւ այլն, թե նաեւ Grohe-ի մասով, հա դե Grohe-ն այդ էլ է մի հատ վստահության աշխարհ, որտեղ գնում քեզ հանձնում ես Grohe-ին ու այդ Grohe-ին երբ որ ներկայացնում են UTS-ի մեր ընկեր մասնագետները, դրանից ավելի շատ երջանկանում ես։ Արտակ, դուք United Technical Service ընկերության տնօրեն Սավել Ալեքսյանի եւ մի շարք այլ դիզայներների եւ ճարտարապետների հետ մեկնեցիք Իտալիա, Atlas Concord-ի գործարան եւ ձեր աչքով տեսաք ամբողջ արտադրական process-ը։ Այ կկիսվեք ձեր տպավորությունների մասին եւ առասարակ ինչ տվեց ձեզ այս այցը։ Սիրով, ասեմ, որ նշեմ, շատ ամուր նշեմ, որ այս տարվա եւ երեք թե վերջի տարիների ամենատպավորիչ այցերից մեկն է եղել։ Առաջինը թե կազմակերպվածության առումով շատ հստակ ու ծրագրով, ասես մեծ հաճույք է ստանում, երբ որ այդ ամենը շատ կազմակերպված է եւ ամենագլխավորը հենց գործարանի այցը շատ տպավորիչ էր։ Ասեմ, որ դա միշտ այդ այցից հետո ասում եմ փոքր ինստիտուտ ենք ավարտել բոլորս, մի քանի օր եկան, այնքան բան կրթվեցինք ու իմացանք, որտեվ այցելել արտադրամաս, կարծում եմ, վստահ եմ, յուրաքանչյուր մասնագետ պետք է ժամանակ առ ժամանակ այցելի արտադրամաս ու արտադրական process-ները ինքն տեսնի, որտեվ դա նույնպես ասեցի վերադառնալու ենք այս բառին անընդհատ, դա վստահություն է։ Եվ կարծում եմ, որ ինստիտուտի տարիներից մասնագետները պետք է սկսեն այդ այցերը, իսկ մեր UTS-ի հետ այցի շրջանակներում ասեմ, որ շատ բան է տվել, որտեվ անգամ այս պահին շատ պատկերացումներ փոխվեցին մեր մեջ դիզայներների, երբ որ այդ մանրակրկիտ process-ները տեսանք, արտադրական ու հասկացանք մենք ինչի հետ գործ ունենք ու այդ ինչը ոնց է արտադրված, ինչ էներգիա ու սեր է դրած ու ինչ մասնագիտական հմտություններ է դրած մի փոքր իրի կամ իրերի մեջ, էլի։ Ինչն էլ մեծ վստահությամբ փոխանցում եք հաճախորդներին։ Այո։ Արտակ, առաջարկում եմ մի փոքր խոսենք United Technical Service-ի ազնագազմից եւ ձեր ունեցած փորձառությունից, ինչպես նաեւ խոսենք Grohe Professional վաճառասրահում ներկայացված ապրանքների վերաբերյալ։ Նայեք, անձնակազմ բառը դա նշանակում է լավ թիմ։ UTS-ի թիմը շատ լավն է, միշտ բոլոր հաջողության գրավականները ինչ որ ընդհանուր ու կապ չունի ոլորտը միշտ եղել է լավ թիմ։ UTS-ի թիմի հետ աշխատելուց միշտ այդ վստահությունը կա ու ես իմ մեջ միշտ ասում եմ իրանք գերմանական հստակություն ունեն յուրաքանչյուր գործի մեջ, դա անձնակազմի եւ ղեկավարության, UTS-ի ղեկավարության մեթոդոլոգիայի մեջ, ինչը որ շատ հարմար է սարքում համագործակցությունը։ Ինձ դուր է գալի նաև որպես մասնագետ եմ ասում UTS-ի ընտրած տեսականին ինչա ներկայացնում UTS-ը, ինչքան երկար ճանապարհ անցնում ֆիլտրացիայի, որ կոնկրետ այս ապրանքը կամ մյուս ապրանքը ներկայացնում։ UTS-ի հայտ գալը մեր ոլորտում վերջի տարիներում բավականին մեծ բան է փոխել դրական, թե կրթական, թե մոտեցումների, ինչի համար շատ ուրախ եմ թե ես եւ վստահ եմ բազմաթիվ դիզայներներ, որ մենք դեռ կանենք շատ մեծ պրոյեկտներ իրար հետ։ Շատ լավ Արտակ, շնորհակալ եմ եւ իմ վերջի հարցը ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր այս ամառային ամիսներին պլանավորել են վերանորոգում եւ բնականաբար հարցեր կլինեն սանիտարիա տեխնիկայի ընտրության հարցում։ Բոլոր մարդկանց, ով որոշել են ամառը հարդարեն իրենց բնականները, ցավակցում ենք եւ մաղթում ենք համբերություն։ Ցավակցում եմ այն իմաստով, որ այո, մաղթում եմ համբերություն, որովհետեւ դա շատ այնց համբերատար process պիտի լինի, որ ստացվի։ Իսկ իհարկե խորհուրդ կտամ դիմել UTS-ին, որտեղ ես ինչքան որ խոսացի, վստահություն, հանգստություն, գլուխը չի ցավում, գնում ես տուն, հանգիստ նստում ես, իրանք սաղ մնացած իրանց վերաբերվող հարցերը անում են։ Իսկ նաև խորհուրդ եմ տալի դիմել մասնագետների քիչ ինքնուրույն դիզայնի մեջ խառնվել, ամենամեծ խնդիրներից մեկը, որ
մենք սիրում ենք ինքնուրույն բաներ անել, բայց ավելի լավ է դիմեք մասնագետներին, ինտերիեր դիզայներ, ճարտարապետ։ Իզուք դրա փոխարեն գումար վաստակեք, որպեսզի ձևարանորոգումը լինի շատ լավ։ Միանշանակ։ Այդքան։ Շնորհակալ եմ Արտակ հյուրընկալության համար, ձեզ մաղթում եմ հաճելի ամառային արձակուրդներ, իսկ ձեզ հետ կհանդիպենք մեր ապագա թողարկումներից մեկում։ Շնորհակալություն։ Շարունակում եք դիտել հայկական եթերի ամենադիզայներական թողարկումը, իսկ ես գտնվում եմ մեր այս եթերաշրջանի ամենաոճային գործընկերոջ գլխավոր գործընկեր Capital Interest-ի ցուցասրահում, որտեղ զրույցը շարունակելու եմ պրոյեկտ մենեջեր Լուսինե Գրիգորյանի հետ։ Ողջույն Լուսինե։ Ողջույն։ Լուսինե, այսօր շատ հետաքրքիր եթեր ենք ունենալու, որովհետև ինչպես խոստացել ենք, փորձելու ենք mood board հավաքել, այսինքն ցուցադրել, եթերային ֆորմատով, ձևաչափով, ինչպես է հաճախորդը կամ դիզայները համագործակցում ձեզ հետ։ Ահա, այսօր ես եմ հաճախորդը։ Մեծ սիրով։ Իսկ ես բավականին կմահաճ, բավականին բարդ հաճախորդ եմ լինելու, որովհետև տեսնելով կյանքում շատ բաներ, փորձում եմ միշտ յուրահատուկ համադրություններ կատարել իմ ինտերիերներում։ Սկսենք ամենակարևորից, հաճախորդը եկել է եւ պատկերացում անգամ չունի, ինչ համադրություն է ունենալու։ Ինչ ենք անում։ Սկսում ենք մի քանի հարցերից, որոնք հիմա ես ձեզ պատրաստեմ։ Ահա։ Ինչ գույներ եք սիրում։ Ինտերիերում իրականում վերջի շրջան շատ սիրում եմ մոխրագույնի, մուգ ոսկեգույնի համադրությունը եւ իհարկե փայտի, ընկուզենու փայտու գույնն եմ շատ սիրում։ Շատ գեղեցիկ համադրություն, արդեն իսկ ասացիք ձեր համադրությունը շատ գեղեցիկ կկարողանանք ամեն ինչ Այստեղ ունենք բազմաթիվ ապրանքանիշերի կատալոգներ, որտեղ այստեղ ներկայացված է մեր ունեցած նմուշների երևի թե 10%-ը, եթե այսպես ասենք, եւ ունենք շատ բազում են, իհարկե ըստ ոճի, եկեք այսօր որոշենք, որ նեոդասական կամ ասենք մոդեռն ոճի մեջ որևէ բան ենք ընտրում, եթե համաձայն եք, եւ գունային акցենտ տնենք, տեսնում եմ, որ ձեր ձեռքը գնում է էլեկտրիկ կապույտին։ Այո։ Եկեք հենց այդպես էլ մոխրագույն, էլեկտրիկ կապույտ, Ահա, ընկուզենին եւ ոսկեգույնը նույնպես ցես կցուցադրեմ։ Ես այստեղ կարծում եմ կավելացնեի պաստառապատման կտորի համարձակ լուծումներ, որոնք այնտեղ կարող եք տեսնել։ Ահա, տեսնեք։ Ինչպես տեսնում եք, այստեղ բազմաթիվ տեքստիլի տարբերակներ կան, շատ գեղեցիկ տարբերակներ կան, որոնցից երևի թե վերջին տարիներին հենց վիլյուրը մեծ տեղ է զբաղեցնում ինտերիերներում, բայց ես մի քիչ ավելի համարձակ կգնայի։ Շքեղություն է տալիս յուրաքանչյուր ինտերիերին։ Կարող ենք մի քանի բարձ ավելացնել, բայց որpեսզի ավելի համարձակ լուծումների գնանք, կարող ենք նաև print վերցնել։ Ահա։ Լուսինե, կարծում տեղին է նշել, որ մեր մյուս գործընկեր, Classics Decor ընկերությունն էլ առաջարկելու է վարակույներ, որը կարծում եմ ամբողջական է դարձնելու գեղեցիկ ինտերիերը։ Այդ հարցով մենք միշտ կարող ենք համագործակցել։ Մտածածին ինտերիերի համար ենք դերևս քննարկում։ Ահա, եկեք փորձենք ավելի առանց pattern-ների, զարդանիշների վերցնենք։ Հետաքրքիր կապույտներից իհարկե սա է, բավականին վառ համադրություն է դեղինի հետ, եթե այսպես էլ նայենք, շատ գեղեցիկ համադրություն են, արդեն ընկերությունը առաջարկում է ձեզ համադրություն, որը կարծում եմ հետաքրքիր акցենտ կմտցնի ինտերիերի մեջ, կամ կարող ենք գնալ դեպի ավելի ցուցադրենք իհարկե մեր հերոսադիտողներին այսպես ոսկու համադրությամբ։ Իհարկե մետաղի գույները մենք կարող ենք փոխել, կարելի է ավելի գնալ դեպի ավելի զուսպ համադրություն, հնեցված մետաղական լուծումների, ավելի մուգ լուծման, ավելի մուգ, ավելի բրուտալ մի փոքր բան ավելացենք եւ իհարկե մոխրագույնը, որը երևի թե արդեն անտրացիտը մի փոքր ավելի safe է։ Կամ ինչպես մեր գործընկերներից մեկն էր միշտ սիրում նշել գրաֆիտ։ Գրաֆիտը, այո։ Իհարկե երանգները բազմազան են, նմուշներն էլ նույնպես կարելի է մի փոքր բազմաթիվ լուծումներ գտնել։
Լուսինե, հետաքրքիր որ տեսականին այնքան շատ է իրական ձեզ մոտ, որ կարելի նույնիսկ խճճվել, հա։ Այո։ Այ կուզեմ խոսենք մի փոքր կրկին ծառայություններից։ Դուք լինելով դիզայներ, բնականաբար խորհուրդներ տալիս եք եւ ծանոթացնում եք ոչ միայն վստահ եմ դիզայներների համար սա այդքան էլ ակտուալ չէ, բայց անհատների դեպքում շատ ակտուալ է, որպեսզի ծանոթացնեք հա գրագետ տարբերակներին, գույների համադրության, նյութերի համադրության, որովհետև ամեն ինչ չէ որ կարելի է համադրել իսկապես։ Եթե տեսնում ենք այստեղ կրկին բազմաթիվ քարերի իմիտացիայով կաշվի գույնի տարբերակներ կա, որը կարելի է համադրել մեկը մյուսի հետ եւ պարտադիր չէ որ լինեն բոլորը նույն գույնի։ Իհարկե։ Բացի այդ ավելի հարմարավետ ընտրություններ կան, որտեղ մենք խորհուրդ ենք տալիս ըստ նշանակության օգտագործել, օրինակ կաշին օգտագործել ավելի հյուրասենյակային հատվածներում, որը կարող է նաև լինել ոչ միայն նստատեղի պաստրապատումը, այլև ինչու՞ չէ, բազկաթորի արտաքին շերտը կարող է կաշվեպատ լինել, որը հետաքրքիր էլի ակցենտ է մտցնում եւ ավելի հարմարավետ։ Ներքին օրինակ տեքստիլ տարբերակ լինի։ Կարող է լինել, իհարկե։ Հրաշալի է։ Նաև տեսնում եմ այստեղ ապակյա տարբերակներ, սա երևի ջահերի համար նախատեսված, չէ՞։ Ի զարմանս մեզ էլ, սրանք ավելի շատ նախատեսված են փոքրիկ սեղանիկների համար, կողասեղանների եւ սուրճի սեղանների։ Հասկացա, մակերեսոր։ Այո, ապակին հատուկ դիմացկուն ապակի է, որը ջերմամշակում է անցնում եւ ընկնելու եւ կոտրվելու այդքան էլ մեծ ռիսկ չունենք։ Բավական հայտնի Papadopoulos, հա։ Այո, Papadopoulos նույնական ընկերությունն է, ինչպես նաեւ ապակին ավելի դիմացկուն է հետքերի եւ քերծվածքների հանդեպ։ Իհարկե ընտրությունը կախված է հենց հաճախորդի նախասիրություններից, եթե քար ենք նախընտրում, քարը նույնպես կարող է ունենալ հատուկ պաշտպանիչ շերտեր։ Քարի օրինակներ եկեք ուսումնասիրենք։ Իհարկե, Marelli իտալական ընկերության քարային նմուշները այստեղ ունենք, որոնք կարող ենք ցույց տալ։ Ունենք նաև Ulivi ընկերության նմուշները, իդեպ Ulivin իր տեսակով յուրօրինակ է, քանի որ ունի առաջնային ընտրության իրավունք Իտալիայում, երբ որ մարմարը առաջին շերտը կտրվում է, Ulivin ինքն է ընտրում, թե որ հատվածը օգտագործի համար եւ մեր հաճախորդները նույնպես կարող են առաջինը ընտրել, թե իրենց սեղանը օրինակ որ հատվածից կարելի է օգտագործել։ Հրաշալի է։ Այստեղ ունեք մալախիտի հետաքրքիր տարբերակներ, որոնք բավականին թրենդային են վերջին տարիներին։ Իհարկե, կարակատան, որը որ բարձ երանգն է մարմարին, միշտ մնում է դասական ընտրություն, միշտ ամենահաճախ ընտրվողներից է։ Այս մարմարները նաև կարելի է ընտրել խոհանոցների, երեսնածածկների համար, որոնք մենք նույնպես առաջարկում եւ ներկայացնում ենք։ Արդեն երկար տարիների փորձ ունենք խոհանոցների աշխատանքի հետ։ Մեր լավագույն գործընկերներից մեկը Composite իտալական ընկերությունն է, որը պաշտոնապես ներկայացնում ենք Հայաստանում։ Composite-ը տրամադրում է լայն ծառայությունների շարք, որտեղ իրենք կարող են հարմարացնել թե չափերը, թե դիզայնը։ Ունեն այս տարվա եւ մի քանի տարվա արդեն թրենդային կորացված անկյուններով կղզյակները, որոնք կարծում եմ բոլորը շատ հավանում են։ Ունեն երեսպատման, պաստրապատման տարբեր տեսականներ։ Եվ իհարկե վերջերս ուզում եմ նշել, որ խոհանոցները վերադառնում են ապակյա դետալները։ Այսինքն մեր բոլորի կողմից լավ իմացված, լավ տեսված արդեն ապակյա պահարանները, որտեղ տեղադրվում էր սպասքը, նոր շունչ է ստացել եւ ավելի մոդեռն լուսավորության հավելյալ ակցենտներով թրենդային են վերջին տարիներին։ Առաջարկում եմ փոքր խոսել նաև outdoor, հա, դրսի համար նախատեսված կահույքից, որովհետև օրերը տաքանում են, շուտով ամառ է, ամառանոցներ, վերանդաներ եւ այլն։ Ամառանոցային կահույքում կարևորագույնը դա որակն է։ Քանի որ ամառանոցային կահույքը միշտ դրսում է, ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներին, ինչպես նաև եղանակային տարբեր պայմաններին, իհարկե այն պետք է լավ որակային լինի եւ իհարկե պետք է լինի հարմարավետ։ Այդ դեպքում մենք արդեն ներկայացնում ենք իտալական ընկերություններ, որոնք առաջարկում են լայն տեսականի նաեւ գունավորման, նյութերի, տեսակների, գործվածքների, որոնք դիմացկուն են ջրի, ջերմության, արևի, ձյան, նույնիսկ հանդեպ իհարկե այդ բոլորը կարող են լինել նաեւ էսթետիկ շատ գեղեցիկ, այսինքն մոդելները բազմազան են, դուք կարող եք նույն ինտերիերը, որը տանն եք ստացել, նմանատիպ ինտերիեր ստանալ դրսի համար, որը կլինի նույնպես շատ էլեգանտ եւ գեղեցիկ
Իհարկե ամբրանամիսներին մեծ մասը ձեր կյանքի անցկացնելու եք հենց այդ ինտերիերում։ Մենք էլ մեր կողմից խորհուրդ կտանք ավելացնել հետաքրքիր դետալներ, նաև լուսավորության տեսքով, ինչու ոչ արմառանոցային լուսավորությունների պես առաջարկում ենք, որը էլի դիմանում է բոլոր եղանակային տարբեր փոփոխություններին եւ կանգուն է մնում լուսավորում է, ավելացնում է մթնոլորտ ավելի մտերմիկ։ Ամառային երեկոները կդարձնեն շատ ռոմանտիկ։ Շնորհակալ եմ Լուսինե, հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ մեր հերոսատոները պատկերացում կազմեցին, թե ինչպես են ստեղծում ինտերիերները, սկզբնական փուլը ամենայն դեպս ինչպես է լինում, որին հաջորդում է իհարկե նախագծման փուլը, գծագրեր, վիզուալիզացիաներ եւ արդեն ամենավերջում էլ ինտերիերի անհրաժեշտություն է լինում այն ոչ միայն կահավորել, այլ նաեւ ձևավորել, դեկորներով հարստացնել։ Այս պահին ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։ Մենք տեղափոխվում ենք Ինոդեկ ընկերության միջանկյալ պահեստ, որտեղ էլ զրույցը շարունակելու ենք օպերացիոն տնօրեն պարոն Պողոսյանի հետ։ Ողջույն պարոն Պողոսյան։ Ողջույն ձեզ։ Առաջարկում եմ այսօր խոսել Ինոդեկ ընկերության պահեստի առավելություններից, տեսնում են գեղեցիկ, դասավորված, կոկիկ դարակաշարեր, ինչ առավելություններ ունեք եւ ինչով եք տարբերվում այլ ընկերությունների պահեստներից։ Իսկապես ճիշտ նշեցիք, սա միջանկյալ պահեստ է, այստեղ շրջապատույտը ապրանքների մոտ 10 օրվա ընթացքում է կատարվում, մեր հիմնական պահեստը քիչ հեռու է այստեղից։ Միջանկյալ պահեստ ընտրել ենք դրա համար, որ կարողանանք օպերատիվ մեր հաճախորդներին սպասարկենք։ Առավելություններից նշեմ այն, որ բոլոր ապրանքները ունեն իրենց հասցեները, հավաքագրումը ապրանքների, երբ որ գալիս է պատվերը, նշվում է տերմինալի միջոցով է հավաքագրում եւ նշվում է թե որ ապրանքը որտեղ է գտնվում։ Նաեւ ծրագիրը տալիս է հնարավորություն կարճ ճանապարհ, որ մեր հավաքագրողը կարճ ճանապարհով մոտենա ապրանքին եւ հավաքագրի։ Հավաքագրելուց հետո առավելությունն է, որ մենք ունենք կրկնակի ստուգում, որտեղ որ մեր հավաքագրողը մյուս աշխատակիցը ապրանքը կրկնակի ստուգում է, նոր բարձում են կատարում հաստատումից հետո արդեն առաքումներն են կազմում։ Այո, կատարում ենք առաքումները։ Ասեմ ձեզ, թե այդ 7-10 օրը ընտրված է նրա համար, թե հիմնական պահեստից տեղափոխելու համար, թե օպտիմալ ժամանակ է դա ապրանքաշրջանառությունը կազմակերպելու համար։ Հետաքրքիր է, որ դուք յուրաքանչյուր մարզում, գրեթե բոլոր մարզերում ունեք խանութ-սրաներ եւ շատ հաճախ այս տեղափոխությունները շատ, ինչպես դուք նշեցիք, օպտիմալ ժամկետներում պետք է կատարվի։ Այօնեք որքան է տևում Երևանի այս պահեստից տեղափոխումը դեպի օրինակ Արարատի մաս։ Նայեք, Երևան եւ մոտակա մարզերը մեր առաքումները ամեն օրը գրաֆիկով են, ու ասեմ ձեզ, որ մեքենաները ստեղից դուրս են գալիս ժամը 9:30 ամենաուշը, մինչև դե աշխատանքային օրվա վերջ բերում են մեքենաները վերադառնում են, ավելին ասեմ, որ դա նույնպես կատարվում է ծրագրի միջոցով, ծրագիրը ճանապարհ է նշում, թե հաշվի առնելով խցանումները, երկարությունը, հասցեները, որ ճանապարհին ինչ կա, այդ ճանապարհով նոր ճանապարհը ցույց տալի, թե ոնց պետք է մատակարարումը կատարվի։ Իսկ հերու մարզերը օրը մեջ է կատարվում մեր մոտ առաքումները, դրա մասին մեր հաճախորդները քաջատեղակ են, դրա հետ կապված ոնց որ թե բան չկա, տենց իհարկե լինում են արտահերթ պատվերներ, որոնք որ դե արտահերթ միջոցով կատարում են։ Պարոն Պողոսյան, խոսեցինք լոգիստիկ համակարգից, առաջարկում եմ խոսել ձեր նոր նախագծից, գիտեմ, որ փոփոխություններ են սպասվում, պահեստում եւ նոր արդեն թվայնացված, թարմացված տեսք կբերվի շատ շուտով։ Այո, ունենք նախագիծ, հիմա նախագծման փուլում ենք, թե շինարարական մասով, թե աշխատանքի օպերացիոն նախագծման մեջ ենք։ Այդ պահեստը մոտավորապես 5000 պալետատեղով նախատեսված պահեստ է, առաջի փուլով լինելու են մարդիկ, երկրորդ փուլով եւ գրեթե բացումից հետո 1 տարի հետո մարդ չի աշխատելու պահեստում, ռոբոտացված լինելու, ավտոմատացված լինելու, այս պատվերը գալուց հետո տեխնիկան մոտենալու է, ինքը վերցնի падոնից ապրանքը, դնի, տանի տեղափոխի, ստուգի եւ այլ։ Դա բավականի բարդ շատ նման է մեծ ընկերությունների պահեստներին, այսպես օրինակ Amazon։ Այո, Amazon, Ռուսաստանում կա, Չինաստանում կա, մենք շրջագայել ենք, տեսել ենք, խոսում ենք հիմի նախագծային աշխատանքների փուլում ենք, ուզում ենք կազմակերպենք այսպիսի պահեստ։ Տարածաշրջանում այս պահին
գոյություն չկա տենց պահեստ, ուզում ենք ավելի մեծը, այո, ոչ միայն առաջինը, նաև մենք գործընկերներ ունենք Ռուսաստանում, Բելարուսում, մեր այս եղած պահեստը տեսականիով եւ իր մնացորդներ այնպիսին է, որ իրանք նախընտրում են մեզ մոտից գնում կատարել, քան սпасել Չինաստանից, չգիտեմ, 2 ամիս, 3 ամիս մինչև ապրանքը հասնի իրենց։ Ուզում ենք այդ որակներ բարձրացնենք ու ավելի շատ մարդներ գրավենք այդ process-ի մեջ գործընկեր։ Պարոն Պողոսյան, այդտեղ է այս պահեստում մոտավորապես քանի ապրանք է, քանի անուն ապրանք է տեղավորված։ Այս պահեստում մոտավորապես տեղավորված է միջին 5000 անուն ապրանք։ Դա այս տեղից ելնելով եւ շրջապատույտից ելնելով, այդ որ ասացի 7-ից 10 օր ժամանակում օպտիմալը դա է։ Ավելի համար պետք է ավելի մեծ տարածք։ Դրա համար մտածում ենք այդ նոր նախագծի շրջանակներում կատարենք այդ ամեն ինչը։ Նշեցիք, որ թվայնացվելու է եւ ամեն ինչ ռոբոտացվելու է, հա, հետաքրքիր է առցանց վաճառքը այս դեպքում ավելի կհեշտանա հաճախորդների համար։ Նայեք, առցանց հիմա էլ կա, մենք բոլորը ունեն իրենց անձնական էջը եւ կայքի միջոցով կարող են պատվերը ձևակերպել այնպես չի որ մեր աշխատակիցը պետք է գնա պատվեր վերցնի եւ այլ։ Ուզում ասեմ այդ ամեն ինչը փոխկապակցվածալն է, այո, ու ծրագրի միջոցով այդ ամեն ինչը գալիս է միանգամից պայեստ հասնում, թե որ հաճախորդը ինչ է ուզում։ Դե ինչ, պարոն Պողոսյան, շնորհակալություն։ Ես կշրջեմ այս մեծ պահեստում, կծանոթանամ 5000 անուն ապրանքներին, եթե որոշ ապրանքներ էլ անհետանան, ապա վստահ եղեք, դա իմ մոտ է։ Համեցեք, համեցեք։ Տունտեղ հերոսանախագծի շրջանակում մենք մշտապես խոսում ենք նաև հոռեկա ոլորտի նախագծերից։ Այսօր այս թեմայով զրուցելու եմ մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Raflor ընկերության ցուցասրահում Շահենի հետ։ Ողջույն Շահեն։ Բարև ձեզ։ Շահեն, Raflor-ը տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ նախագծեր, երևի թե չեն կարող մեկ եթերում, հա, մեկ հաղորդման շրջանակում զետեղել, բայց կփորձենք վերհիշել որոշ նախագծեր, որոնք այսպես կառանձնացնենք, թե իրենց առանձնահատկությունով, դժվարությունով, թե իրենց, չգիտեմ, դիզայներական եւ ճարտարապետական լուծումներով։ Մեր գործունեության մեջ տեղադրման փորձը շատ մեծ է, ու այդ փորձը օրինակ դա այնքան էլ կարևոր ու առավելություն չի համարվում, եթե մենք չունենայինք օրինակ, ասենք, ձախողումներ, որովհետեւ իրականության մեջ շատ խնդիրներ են առաջանում ու այդ փորձը ինքը փոխանցվում է արդեն հետագայում ճիշտ ընտրությունների ու ճիշտ ավելի հավակնոտ նախագծերի իրականացնելու ավելի խիստ պահանջներ ունեցող նախագծերի իրականացման հետ կապված։ Դրա համար փորձի այս մեր ունեցած հատվածը երկար փորձ ունենալը ավելի մեզ դարձրել է ավելի ճկուն։ Ինչու ոչ, որովհետև հատակային ծածկույթը ամեն դեպքում ամենաբարդ լուծումներից մեկն է տարածքների համար, որտեղ ինչպես ես եմ նշում, ամենաշատ ծանրաբեռնվածություն ունեցող, հա։ Այո, դա նկատած կլինեք, որ օրինակ այն շինանյութի խանութներում, հա, վինիլային հատակներ չեն վաճառվում։ Ինչի համար, որովհետև ինքը ունի հատուկ տեղադրման տեխնոլոգիա եւ այդ խանութներում չկան այդ մասնագետները ցավոք, որ կարողանան իրականացնեն։ Մենք ունենք մեծ քանակի խմբեր, մեր աշխատողներն են, այսինքն մեր մոտ գրանցված աշխատավարձացող աշխատողներն են, այդ իսկ պատճառով մենք կարող ենք յուրաքանչյուր նախագիծ, ոչ թե մի, այլ միաժամանակ մի քանի նախագիծ ու բարդ ու մեծ մակերես ունեցող նախագիծ իրար հետ միաժամանակ իրականացնել։ Ես անպայման ուզում եմ նշել, որ դուք ոչ միայն ապրանքների վաճառքով եք զբաղվում, այլ դուք վաճառում եք համալիր ծառայությունների փաթեթ, հա։ Այո։ Այսինքն ինչպես նախորդ թողարկումներից մեկում ենք խոսել, նախագծումից, խորհրդանոցից մինչև ամենավերջի փուլը։ Այո, այո։ Հետաքրքիր է դիզայներների, ճարտարապետների հետ աշխատանքը ինչով մեզ, ասեմ, որովհետև այդ պատվիրատուն դիզայներին տեղ առաջադրանք տալիս է, օրինակ պետք է ինձ հարմարավետ, լուսավոր, չգիտեմ, ինչ պայմաններ, չէ, այսինքն գույների ընտրությունն է։ Իսկ դիզայները արդեն որպես խորը մասնագիտություն ունեցող, արդեն մասնագետներ, իրենք ինչ են անում, պետք է նաև նյութեր ընտրեն։
Իսկ ինչքանով է օրինակ պատկերացեք ներկ ընտրեն եւ այդ ներկը մի տարի հետո խամրի։ Ոչ մեկ չի գալու, չէ՞, ասի այս ներկ արտադրողներ, այսինքն դիզայներներ դա։ Ես ձեզ հասկանում եմ այնքան, որ պատասխանատվությունը կրելով, հա, դիզայներն այս դեպքում կիսում է։ Այսինքն մենք ծառայություն ենք մատուցում ամբողջական դիզայներներին, որովհետեւ բացի գույնից մենք տալիս ենք նաեւ որ տեսակն է ճիշտ տեղանքն ենք ուսումնասիրում, հասկանում ենք մենք օրինակ սեյսմիկ գոտում ենք ու մի հատ երկրաշարժ ինքը կարա օրինակի համար հետագայում խնդիրներ առաջացնի։ Դրա համար ուսումնասիրելով թե տեղանքը, թե այդ ժամանակ արկա բետոնի ծածկը, օրինակ որ տեղակայված շենքը ու ուսումնասիրությունից հետո ընտրում ենք արդեն հատակները, նոր գալիս ենք արդեն որոշակի տեսակից հետո ցույց ենք տալիս դիզայներին, որ ինքը ընտրի իր համապատասխան գույները։ Չեմ կարող չհարցնել Շահեն, շատերը ոչ միայն դիզայներներ, այլ ուղղակի անհատներ ընտրություն կատարում են տեսնելով այս կամ այն ապրանքը որևիցե հայտնի հանրային վայրում, ռեստորանում, սրճարանում, հյուրանոցում, կամ այդպիսի հաճախորդներ, որ գալիս են հենց ինչ-որ միտեղ ծնախագծերից մեկում տեսել են ի ապրանք եւ հենց դա են ուզում։ Դա շատ է եղել, բանկում են տեսել ու զարմացել են, որ օրինակ այն ժամանակ, հիմա որ չկա, բան փայտի տեսքով վինիլային հատակները կան ու պարկետը այդքան երկար չի դիմանում, զարմացել են, տեսել են արտաքինը պարկետին նման ու շատ նման, հետո իմացել են, որ վինիլային հատակը, այտենց եկել են իրանք արդեն իրենց բնակարանի, թե այլ հաստատությունների։ Իրականում շատերն են շփոթում հենց վինիլային հատակները մանրահատակների հետ, որտեղ իսկապես արտաքինից շատ նման են։ Շատ նման են, այո։ Ու եթե մանրահատակը չունի այն հատկությունները, որը կարա երկար շարժ ունեցող տեղերին դիմանա, վինիլային հատակը խնդիրի լուծում է։ Շնորհակալություն Շահեն, մենք կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ողջույն նորից, մենք գտնվում ենք տուն-տեղ հեռուստանախագծում, խոսում ենք տոնիկյան բիլդի շրջանակներում մեր էկո եւ սմարթ լուծումներից։ Նախ ինչ են իրենցից ներկայացնում, պետք են արդյոք թե պետք չեն, որ պարագայում են իրանք անհրաժեշտ ու եւ այլն։ Սկսենք ամենասկզբից։ Նախ ինչ նկատի ունենք, երբ ասում ենք սմարթ լուծումներ։ Սմարթ լուծումները շատ լայն հասկացողություն է, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս բնակարանը կամ տունը ինչ հնարավոր է ավտոմատացնել, բայց ոչ միշտ է, որ դրա անհրաժեշտությունը կա։ Եթե խոսում ենք ստանդարտ բնակարանների մասին, ոչ մեծ բյուջետային, ոչ շատ շքեղ, կա մի քանի ավտոմատացման, այսպես ասած, սմարթ լուծում, որոնք համկենցաղային կոմֆորտ են ապահովում, շատ թանկ չեն ու նաև տալիս են առավելություն անվտանգության տեսանկյունից։ Ասեմ ինչի մասն է խոսքը։ Խոսքը նախ Խոսանքի անջատիչների մասին է սմարթ, խոսքը լուսավորության կառավարման մասին է, ջերմաստիճանի կառավարման մասին է ու անվտանգային գործիքների մասին է։ Շատ կարևոր են ջրի արտահոսքից պահպանող սմարթ համակարգերը։ Սրանց ինստալացիան այս սմարթ փաթեթը, այսպես ասած, շատ կարևոր է մոնտաժել մինչև վերանորոգումը, այսինքն հնարավոր է նաև որոշ բաներ անել վերանորոգումից հետո, բայց ճիշտ եւ գրագետ է լինում, երբ որ դա պլանավորվում է վերանորոգման սկզբում։ Արդյոք այս համակարգերը պետք են թե պետք չեն հաճախորդին, կհեշտացնեն նրա կյանքը թե չէ, իհարկե որոշումը հաճախորդինն է, բայց բնականաբար իրենք ունեն իրենց առավելությունները, բայց դրա կողքին են նաև ունեն իրենց գինը։ Հիմա պետք է ամեն մարդ իր համար հասկանա, արդյոք դրա կարիքը նա ունի թե ոչ։ Շատ լավ օրինակ է ավտոմատացման տեսանկյունից, օրինակ վարակյունների ավտոմատ փակման եւ բացման մեխանիզմը, արդյոք դժվար է փակել զանավեսկան, այսպես ասած վարակույրը կարծում եմ, բայց ոչ, այս մարդկա, որ ինքը նախընտրում է գումարը վճարի, բայց հեռակառավարման վահանակով բացի փակի։ Բայց եւ այնպես կա նաեւ ուրիշ տարբերակ, օրինակ մենք ունենք մի հատ բնակարան, որտեղ առաստաղները շատ բարձր են ու իրոքից դժվար է ձեռքով այդ վարակույրը բացել փակելը, որտեղ այսպես ասած ստիպված տեղադրել ենք ավտոմատ համակարգ։ Մյուս կարևոր հանգամանքը դա էկոլուծումներն են բնակարանի համար։ Էկոլուծումները ինչ են իրենցից ենթադրում։ Նախ եւ առաջ էկո ասելով հասկանում ենք խնայող լուծումներ, որը խնայում է էլեկտրաէներգիան, խնայում է գազի ծախսը։ Օրինակ հոսանք խնայելու համար էկոլուծումների շատ լավ օրինակ են ժամանակակից LED լույսերը։ Այսինքն այսօր կապ չունի լուսավորության տեսակը, տարեք կլինի, սպոտ կլինի, թե սովորական լուսատու կլինի, կա դրա LED տարբերակը, որը մի փոքր ավելի թանկ է ստանդարտից, բայց եւ այնպես ժամանակի ընթացքում խնայում է ձեր հոսանքի ծախսը։
Նաև կարելի է ընտրանքային տարբերակ հոսանքի տեսանկյունից տեղադրել հոսանքի արևային պանելներ։ Սա բնականաբար բնակարաններում մի քիչ դժվար է, բայց սեփական տների համար շատ ակտուալ լուծում է ու կարելի է այնպես հաշվարկել, որովհետեւ ընդհանրապես անկախ լինեք էլեկտրոցանցից, ու անկախ հարաբերական է, բայց գումար չվճարեք հոսանքի համար։ Սա մի տարբերակն է։ Նաև շատ կարևոր է էկոտեսանկյունից ընտրել ճիշտ ջեռուցման համակարգ։ Ավանդական պարավորներին, այսպես ասած մարկոսներին, կան նաև այլընտրանքային լուծումներ, կան տաք հատակների տարբերակը, կա ֆանկոլային համակարգը, կախված բնականի առանձնահատկությունից ճիշտ հաշվարկի հետևանքով հնարավոր է խնայել բավականին լուրջ քանակի գազի ծախս։ Խոսքը ասենք 20-30%-ի մասին է։ Օրինակ, եթե բնակարանը տաքացվի ջրային տաք հատակներով, դա մոտ 20-30% ավելի էներգոարդյունավետ է, քան թե նույն բնակարանը տաքացնել մարկոսներով։ Մյուս կողմից էլ դա ճիշտ է, էլի սպეციფიկ հարց է, կախված է բնակչի ու հաճախորդի նախընտրությունից, բայց օրինակ իմ տեսանկյունից տաք հատակը շատ ավելի կոմֆորտ է, վիզուալ շատ ավելի հաճելի է, քան թե մարկոսները։ Ու այս ամեն ինչի արդյունքում անդրադառնանք նաև շատ հաճախ տրվող հարցերին, հա, տաք հատակի հետ կապված։ Քան որ ես ինքը շատ եմ սիրում տաք հատակներ, դրա համար այս թեման իմ համար ցավոտ է, այսպես ասած, անընդհատ փորձում դրա մասին խոսել։ Առաջի վախը մարդկանց որ ունեն, որ առողջությանը վնասում է տաք հատակը։ Ասեմ, որ կա տենց կարծիք, բայց դրան ոչ մի գիտական ու ինչ-որ տրամաբանական բացատրություն չկա, փաստագրված, կան ընդհանրապես վախեր։ Սովորաբար դա առաջանում է սխալ տաք հատակների հետևանքով։ Եթե ճիշտ է նախագծված տաք հատակը, ինքը ունի ջերմության սահմանափակում։ Ինքը 27-28 աստիճան է մինչև տաքանում, ոչ ավել։ Եթե մենք դնենք տաքացնենք իրան 30-35-40 աստիճան, հնարավոր է, որ նաև ինչ-որ չեմ բացառում, որ կարա առողջական խնդիրներ, քանի որ բնական չի մարդու համար, երբ որ ոտքերի տակ այդքան տաք է։ Բայց ստանդարտ ճիշտ նախագծված տաք հատակի ջերմաստիճանը կարող եմ վստահ ասել, որ անվնաս է մարդու համար։ Կա նաև մյուս տեսանկյունը, որ մարդիկ մտածում են, որ ամեն նյութի տակ չեն կարող տաք հատակ հավաքել։ Խոսքը լամինատի, պարկետնի դասկա, սենց բաների մասին է։ Այս մասով էլ կարևոր ակնարկ, եթե մենք խոսում ենք որակյալ նյութերի մասին, իրենք ունեն հատուկ դոպուսներ։ Կա լամինատ, կա ինժեներական տախտակ, որը նախատեսված է տաք հատակի համար։ Եվ ինքը նորմալ աշխատում է։ Հիմա առաջարկում եմ տեղափոխվել շինհրապարակ, քանի որ մնացել են հաշված օրեր մեր վերանորոգման ավարտին եւ հասկանանք արդյոք Կարենը հասնում է գրաֆիկի մեջ։ Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, իսկ մենք շարունակում ենք հյուրընկալել մեր հյուրերին։ Այս պահին մեր տաղավարում հյուրընկալել են Epic Power ընկերության տնօրեն Հարություն Խաչատրյանին։ Ողջույն Հարություն։ Բարև ձեզ Կարեն ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ հաճելի է, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարություն, արդեն որերորդ եթերն է, որ խոսում ենք ձեր նախագծերից մեկի Panorama Hills բազմաբնակելի շենքի մասին եւ բազմաթիվ լավ կոմենտներ ունենք այս շենքի վերաբերյալ, այսօր խոսելու ենք այս բազմաբնակելի շենքի առավելություններից։ Ինչ առավելություններ կնշեք հիմնականում, որով տարբերվում եք շուկայում առկա բազմաթիվ այլ նախագծերից։ Դե Կարեն ջան, առաջի հերթին եւ բոլորն են նկատել, եկեք ընդգծենք իր դիրքը, որտեղ դիրքը դա քննարկելի է։ Բացի այդ, ունենք շատ լավ թիմ, որը աշխատել է ընդհուպ միջև ցանկացած բնակարանի բնական օդափոխության խնդիրը լուծելու համար։
որ բնակարաններ լինեն, որ հույսը չմնա միականացան, այլ բնական օդափոխություն լինի, չհաշված նրան շենքի որակը, շենքում օգտագործվող նյութերը, բոլորը հաշվարկված է այնպես, որը ջերմամեկուսացում է եւ ձայնամեկուսացում, որ բնակիչները ցանկացած կացան, ասենց ասած հայերենից հայավարի ասեմ, ցանկացած կացանոդեն ինքը արդեն մի 20-ից 30% խնայողություն ալնելու, քան ցանկացած այլ շենքում, որտեղ լուծումներ է տված։ Հարություն մեր նկարահանման թիմում մենք նույնպես բազմաթիվ անգամներ այցելել ենք շենք, բնականաբար կարող եմ նշել, որ շենքը լյուքս դասի շենք է, հա, քանի որ ունի առանձնահատկություններ, որ ես Հայաստանում երբևիցե չեմ տեսել, օրինակ ինձ զարմացրեց ինդիվիդուալ վերելակի տարբերակը, հա, որ հենց վերելակ անմիջապես բարձրացնում է մարդու բնակարանը։ Ունենք նմանատիպ տներ, բացի ինդիվիդուալ վերելակից, Կարեն ջան, այդ բնակարանները նաև ունեն իրենց ինդիվիդուալ ավտոկանատեղիները, այսինքն բնակիչը կարող է մեքենա մտնել իր ավտոկանատեղի եւ ոչ մեկ չտեսնի ինքը ոնց բարձրացավ, լրիվ իր տարածքում է։ Դիմացի հատվածը դրանք են, վերելակներն էլ արդեն տեղադրում ենք կոնե ֆիրմային են, մենք անմիջապես աշխատում ենք ներկայացուցիչների հետ։ Նաև 3 առավոտվանից Կարեն ջան սկսել ենք ամբողջ շենքի սալիկապատման աշխատանքները, մեր լողավազանի եւ թենիսի կորտի կողքերը եւ ինչպես նաև ամբողջ շենքի շքամուտքը աստիճանները սարքում գրանիտե սալիկներ են օգտագործում։ Այո։ Գրանիտե տակի ես նաև անպայման նշել, որ ուշադրություն եմ դարձել, որ նույնիսկ պատահանագոքերը, հա, արտաքին մասից օգտագործում եք տրավերտինե քար, ինչը նույնպես այսպես ամարուքների ուշադրություն դարձել։ Ձերքի աշտանք ամբողջ Կարեն ջան, դրա համար էլ ասենք, ուզում եք սարքենք ամենավորակով, ամենալավը, ու այդ ձևը գնում է։ Հարցն հետաքրքիր է նաև, որ ունեք բնակարաններ, որ բավականին մեծ են եւ ես շուկայում անկեղծ ասած չեմ հանդիպել այդքան մեծ բնակարաններ։ Ինչն էր պատճառը, որ որոշեցիք այդպիսի մեծ բնակարաններ ստեղծել, կար պահանջարկ։ Նաև պահանջարկ կա, կան հետո մեր, գիտեք, մեր ճարտարապետները ոնց որ իրանց մտահաղացումն է, ուզում էին օդի մեջ սեփական տուն ստանային։ Այսինքն եթե մարդը օդի մեջ դիմաց ունենա իր տերասան, դնի լողավազան, փոքր դնի իր համաբան, մենք էլ այդպես հավանեցինք, որովհետև գնում ենք առաջ։ Այսինքն ամենամեծ բնակարանը քանի քառակուսի է։ Մի 350 կլինի։ Ահա։ Շատ լավ։ Նաև անպայման նշեմ, որ կա զգացողություն, որ ինչ-որ միկրոքաղաքում ես հայտնվում, որովհետև ինչպես դուք նշեցիք, ունեք սեփական լողավազան, սպա կենտրոն, մարզասրահ, թենիսի կորտ, այո, եւ բոլոր իր բանը ունենք նաև մանկական հատվածներ զոնա։ Մանկական սրահ ունենք, որ երեխաները լողանան, օգտվեն։ Մինի բար ունենք այդտեղ։ Հարցում նշեցիք, որ շատ մանրակրկիտ ուշադրություն եք դարձնում նաև նյութերի ընտրությանը, հա։ Աշխատում եք բավականին լուրջ ընկերությունների հետ, ինչպիսիք են օրինակ պատուհանների տեղադրող մեր լավագույն գործընկերներից մեկը Ստեկոյի հետ եք համագործակցել, տեղադրել եք ջերմամեկուսացվող ալյումինե պրոֆիլները եւ հատուկ ճառագայթների մեր համար պատվիրեց բերեց այդ արևի ճառագայթներից եւ էներգոխնայող ապակիները։ Այսինքն բոլոր նորարարական լուծումները շինարարական աշխարհում կիրառվել են այս շենքում եւ կարծում եմ սա իսկապես կդառնա Հայաստանում լավագույն շենքերից մեկը, որտեղ բնակիչները, բնակիչները կզգան իրենց աշխարհի բնակիչներ։ Եվ դնում է եւ դա ինքը նաեւ անվտանգային մեծ լուծումներ է տված Կարեն ջան, ինքը դառնում է փակ տարածք, փակ զոնա, որ ցանկացած մարդ չի կարող մուտք գործել, որ բոլոր երեխաները ասեն ոչ մեկ չմտածի։ Երեխաներն հարցերը բոլորը լուծված են։ Նաև հիշում եմ, որ մեզ ներկայացվեց, որ այն հատվածը, որ նախատեսված է այսպես զբոսանքի կամ հանգստի գոտի, հա, ավտոմեքենաներ չեն կանալու։ Ոչ, այո, չկա, դա մեր հողի տարածքի ծայրամասում ունենք դրսի համար նախատեսված ավտոկանատեղի, դա հյուրերի համար, դա իսկ շենքի բակը, դա զուտ լինելու է զբոսանքի, զվարճանքի ծառերը տնկվելու, որ հանգիստ փակ տարածք լինի։ Եվ իհարկե տեսանն էլ հրաշք է, որովհետև կարծես թե Երևանը ձեր ափում է գտնվում։ Բացի ափում, համել մենք բոլորս պետք է հարմարվենք արևին եւ այնց է մեր շենքը, մեր նախագծողը այնց են դիրքավորել, որ արևը գրեթե 10-15 ժամ շենքի ցանկացած բնակարանում արև կա։ Հրաշալի է։
Դե ինչ կարծում եմ շատ հեռուստադիտողների մոտ ցանկություն առաջացավ էքսկուրսիա ունենալ ձեր կառուցապատվող տարածքում եւ աչքով դիտել այնիշ մենք ցուցադրում ենք, հա, հեռուստադիտողներին։ Մեծ սիրով ցանկ պատրաստենք ցանկացած ժամանակ։ Ինչպես կարելի է գալ, ում պետք է զանգահարել, պայմանավորվել, եթե ունենք այդպիսի։ Իրանք թող մոտենան, ընդ մենք լավ թիմ ունենք, շատ ուժեղ դիզայներ ունենք։ Մեր Էրիկը բոլորին գործընկեր Էրիկը, մենք բոլորին դիմավորի, ցանկացած բնակարան նաև պետք լինի 3D մոդելավորումը կտա, որտեղ մենք ամբողջ ունենք, մանրամասն կբացատրի հնարավորությունները, ինչ կարող է լինել, որտեղ մարդիկան կարող է ինդիվիդուալ պրոյեկտ ուզեն, մենք խնդիր չկա, մենք այդ տրամադրենք։ Կարծում եմ սա այն փուլն է, երբ արդեն բնակիչները ապագա կարող են գալ, հասկանալ մոտավոր իրենց տեսքը ինչպես կարող է լինել, ինչու ոչ երազել, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց երազանքից։ Շնորհակալ եմ Հարություն, հետաքրքիր համագործակցության համար։ Կարծում եմ այս 3 ամիսների ընթացքում մենք դեռ առիթներ ունենալու ենք հանդիպելու։ Այո։ Եվ կդառնանք նաև ներկա շենքի արդեն ավարտական միջոցառման ժամանակ։ Մեծ սիրով Կարեն ջան։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր միացան Տուտեղ հեռուստանախագծի այս խորագրին։ Այս խորագրում մենք Առաստաղ AM ընկերության հետ միասին ներկայացնում ենք առաստաղային մի շարք լուծումներ։ Այսպիսով Առաստաղ AM-ը հանդիսանալով Կոբոա ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում սպառողին ներկայացնում է միայն որակյալ արտադրանք, պատերի եւ առաստաղների համար նախատեսված երկշերտ վահանակներ, որոնք շատ ամուր են եւ չեն վնասվում։ Ծառայում են երկար տարիներ եւ հեշտ են տեղադրվում ցանկացած տիպի պատերի վրա։ Կոբոան ներքին երեսպատման նորարարական լուծում է։ Ինչու ընտրել Կոբոա, որովհետև դրանք բարձր դիմացկողականություն ունեն, կայուն են ֆիզիկական ներգործությունների նկատմամբ, երկարակյաց են եւ անփոփոխ տեսք ունեն։ Երկրորդը դրանք անսահման գունային եւ դիզայնի հնարավորություններ են ընձեռում։ Ներդաշնակվում են ցանկացած ինտերիերի հետ։ Կարող է վերարտադրել տարբեր գույներ եւ պատկերներ։ Երրորդը սրանք խոնավադիմացկուն ունեն եւ շատ հեշտ մաքրվող։ Իդեալական են խոհանոցների եւ սանհանգույցների համար։ Չորրորդը սրանք ջերմային կարգավորում ունեն, նպաստում է տարածքի հարմարավետությանը, օգնում է էներգիախնայողությանը։ Հինգերորդը ձայնամեկուսացում են ապահովում, ստեղծում են հանգիստ միջավայր, նվազեցնում են արտաքին աղմուկները։ Կարծում եմ Կոբոան ձեր տարածքի լավագույն ներքին երեսպատում կարող է դառնալ։ Փոխեք ձեր տարածքը Կոբոա պլաստիկ առաստաղներով։ Եթե փնտրում եք առաստաղի այնպիսի լուծում, որը համադրում է ամրությունը, ոճն ու մատչելիությունը, ապա Կոբոան պլաստիկ առաստաղներից հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Կոբոայի հետ դուք ստանում եք անթերի տեսք, կարող եք հեռացնել բոլոր տեսանելի միացումները եւ վայելեք հարթ ու անթերի տեսքը ձեր պատերի եւ առաստաղի։ Սրանք խոնավադիմացկուն են, ինչպես նշեցի, հիանալի են խոհանոցների եւ ռոգասենյակների համար։ Կոբոտա առաստաղները չեն կորցնում իրենց ձևը եւ գույնը խոնավության ազդեցության տակ։ Մի քանի վայրկյանում կարելի է նոր տեսք տալ դրանց, հեշտ եւ արագ խնամքի շնորհիվ։ Ձեր հարմարավետության համար կարծում եմ սրանք լավագույն միջոցն են։ Այսպիսով կարծում եմ ինձ հաջողվեց ձեզ համոզել, որ լավագույն առաստաղները գտնվում են միայն Առաստաղ AM-ի խանութ սրահում, որի հասցեն է Վարդանանց 69/5։ Իսկ եթե ուզում եք անմիջապես ծանոթանալ ոչ տեսականուն, ապա այցելեք պարզապես Առաստաղ.am։